Հայկական հին զրույցը պատմում է, որ ավանդությունների համաձայն Արտաշես թագավորը մի գեղեցկուհի աղջիկ ուներ, որի անունն էր Թամար։ Նրա գեղեցկության մասին հայտնի էր ամենուրեք, ու բոլորը խոսում էին այդ մասին։ Իշխաններն ու թագավորները իրենց խնամախոսներին էին ուղարկում Արտաշեսի պալատը Թամարին ուզելու, բայց արքայադուստրը բոլորին հետ էր ուղարկում։ Արտաշեսը սկսեց վախենալ, որ մերժված իշխաններից կամ թագավորներից մեկն ու մեկը պատերազմի դուրս կգա նրա դեմ ու կփախցնի Թամարին։ Դրա համար նա հրամայեց, որ Թամարի համար մի շքեղ ոսկեպատած պալատ կառուցեն Վան լճի մեջտեղում գտնվող կղզու վրա։ Բայց Արտաշեսը չգիտեր, որ Թամարի սիրտը ազատ չէ, որ նա սիրահարված է ոչ թե թագավորի կամ իշխանի, այլ մի հասարակ երիտասարդի։ Ամեն երեկո Թամարը կրակ էր վառում լճի ափին, ու այդ խարույկի լույսը տեսնելիս տղան նետվում էր Վանի ջրերը ու լողում իր սիրած աղջկա ափի կողմը։ Այդ խարույկի լույսը պահապան էր հանդիսանում տղայի համար, որ լճի մութ ջրերը նրան չվնասեն։ Մի անգամ երկնքից լճի վրա փոթորիկ իջավ ու հանգցրեց խարույկը։ Երիտասարդը չգիտեր, թե որ կողմը լողա ու սկսեց կանչել իր սիրեցյալին՝ «Աղ Թամար, աղ Թամար», բայց պատասխան չստանալով նա խեղդվեց Վանի խիստ ալիքներում։ Հովհաննես Թումանյանի «Աղ Թամար» բանաստեղծությունը։ Ծիծաղախիտ վանածովի փոքրիկ գյուղից առափնյա ծովն է մտնում գաղտագողի, ամեն գիշեր մի տղա, ծովն է մտնում առանց նավակ, բազուկներով առնացի, ջուրը ճոխփում լող է տալի դեպի կղզին դիմացի։ Խավար կղզուց պարզ ու պայծառ մի լույս կանչում է նրան, մի վառ փարոս նրա համար, չմոլորի իր ճամփան։ Սիրուն Թամարն ամեն գիշեր այնտեղ կրակ է անում և սպասում է անհամբեր, այնտեղ մոտիկ դարանում։ Ծփում ծովը ալեծածան, ծփում է սիրտը տղի, գոռում է ծովն ահեղաձայն, նա կռվում է կատաղի։ Եվ Թամարը սրտատրոփ արդեն լսում է մոտիկ, ջրի ճոխփյուն ու ողջ մարմնով սիրուց այրվում է սաստիկ։ Լռեց, ծովի խավար ափին կանգնեց սև մի ստվեր, ահա և նա իրար գտան, կասկածավոր լուռ գիշեր։ Միայն ալիքը վանածովի մեղմ դիպչում են ափերին, հրհրելով հեռանում են շրշունջներով անմեկին։ Նրանք ասես փսփսում են, ու աստղերը կամարից ակնարկելով բամբասում են լի՛րբ անամոթ Թամարից։ Բամբասում են կուսի սրտում, ժամ է արդեն ու կրկին, մինն ալեկոծ ծովն է մտնում, մյուսն աղոթում եզերքին։ Ո՞վ է ջահել էն խիզախը, որ հենց հարբած իր սիրով սրտից հանած ահն ու վախը, ծովն անցնում է գիշերով, ծովն անցնում է մյուս ափերից, մեր Թամարին համբուրում։ Աղջիկ խլինա մեր ձեռից, ինչի տեղ է մեզ դնում։ Էսպես ասին վիրավորված կղզու միջի ջահելներ, ու Թամարի ձեռքով վառած լույսը հանգցրին մի գիշեր։ Մոլորվեցավ խավար ծովում լողորդ տղան սիրահար, ու բերում է հողմը բերում հառաչանքներն աղ Թամար։ Մոտ է ձայնը խոլ խավարում, ժայռի տակ սեփացած, ուր անմեհի ծովն է գոռում, մերթ կորչում է խլացած։ Մերթ կորչում է խլացած, ու մերթ լսվում ուժասպառ աղ Թամար։ Առավոտյան ծովը ծփաց, ափը ձգեց մի դիակ, նրա շուրթին պաղ կարկամած, ասես մեռած ժամանակ, սառել էին երկու բառ՝ աղ Թամար։ Այն օրվանից սրա համար կղզին կոչվեց Աղ Թամար։